Ասեք ինչ խնդիր է առաջացել, ինչի քաղաքապետարանը թույլ չի տալիս առաջվա պես ձեր ապրանքը տեղադրել դրսի տաղավարներում։ Սենց հնարավոր չի։ 2 օր արդեն զգուշացրել են ու խիստ արգելել են դնենք, այտենց մենք էլ փորձում ենք տեղավորվենք, չգիտենք ոնց ենք տեղավորվելու։ Կեսը տանում ենք պահեստները, կեսը հետ վերադարձ ենք կատարում, չգիտենք վերջը ինչ կլինի։ Քանի որ բուտիկները շատ փոքր են, հետո մեր ժողովուրդը սովորավոր վիտրաժներ պիտի լինի նայեն, տեսնեն, առևտուրը կատարվի այդպես։ Մարդկա անցնում է, պատահական է տեսնում ու անմիջապես վերցնում է, չնախատեսված իրենց ծախսեր։ Բացահայտել սա, չգիտեմ ինչ նպատակ է, իմ կարծիքով, որ այս մանր բիզնեսին վերացնելու հարցն է։ Ժողովրդին հայաթափությունը ստեղից է գալիս։ Իրանք չեն թողնում, մի հատ բուտիկը 4 ընտանիք է կերակրում։ Հարկային դաշտը, աշխատողինը, արենդատիրոջը եւ ինքը, որը որ բերում է։ Հիմա այս 4 ընտանիքը չեղան գործազուրկ եղան։ Եվ իրանց նպատակը դա է երևի։ Իրանց թող չթվա, որ ստեղ միլիոններ են առնում մարդիկ։ Օրերով սվթա չեն անում, օրերով ներվային դրության մեջ, չգիտեմ, ամեն օրը մի օրենք անում են։ Իսկ իրանք իրանց աթոռներին նստած ոչ մի բանի մասին էլ երբեք այս խեղճ ժողովրդի մասին չեն մտածում, բացարձակապես։ Երևի նորից բոյկոտում կլինի, երևի մի բան կանեն։ Համակերպել հնարավոր չի, բացարձակ հնարավոր չի։ Գոնե վիտրաժներ լինի, մարդիկ ցուցադրեն։ Մի հատ մանեկենն ինչ է, այս մանեկենը արգելում եմ որ դնեն դուրսը։ Ինչի համար։ Դուրնա, այսին խանութի դուրնա, խանութի դռնից չեն թողում, մի հատ գոնե մի ապրանք կախած լինի։ Ինչի համար։ Քո հողի մեջը գերի ես, իրավունք չունես, այստեղից է գալիս, որ մարդը իրավունքներ չունի։ Իր իրավունքը չի կարողանում իրանց դեմ պաշտպանի։ Ոչ մի գրոշի առևտուր չեմ արել։ Հարկային դաշտը պիտի մուծեմ, արենդամ պիտի տամ, ես այսօր ոչ մի գրոշի առևտուր չեմ արել։ Մարդիկ սովոր չեն, նախ տարածքը շատ փոքր է, 4 քառակուսի, 2 հոգի մտնում են, մեկը մեկին խանգարում է։ Հնարավոր չի ստեղ աշխատել։ Տաղավարները մեծ լինի, մեզ համար էլ հաճելի չի ամեն օր այսքան ապրանքը դուրս տանել։ Պարզապես մենք մեր տաղավարի վրա գոնե դրսի կողմից ցուցադրենք, մարդը տեսնի, գոնե հրավիրենք ներս, չեն մտնում բացարձակ։ Թույլ չեն տալիս ընդհանրապես ոչ մի բան, ամբողջ ապրանքը պահեստավորել եմ։ Այնտեղ պահեստա կարող եք նկարել, տեսնել, ամբողջ ապրանքը պահեստավորել եմ, որովհետև ցուցադրելու հնարավորություն չկա։ Ժամանակ չտվեցին գոնե մի քիչ թեթևացնենք ապրանքը։ Սեպտեմբեր է եկել, այս 3 օրը արդեն մենք այս վիճակով ոչինչ չենք վաճառում։ Իսկ արենդատորը պահանջում է, հարկային դաշտը պահանջում է, բա որտեղից տանք, ասեք, որտեղից տանք։ Հնարավոր չի մարդիկ կփակեն, կթողեն կգնան, բայց ուր գնան, ախր ինչի են սենց վերաբերում մեզ հետ, հա։ Մենք լուսավորում ենք, վարձը տալիս ենք ժամանակին, հարկային դաշտ վճարում ենք, ես 8 տարվա անհատ ձեռներից եմ, մինչև հիմա միլիոնների պետությանը օգուտ եմ տվել, բայց այսօր չկարողանամ իմ օրվա հացի փողը գոնե մեր տուն տանեմ։